Ամեն մեր փոշանի մեր օգուտը իր ֆինանսական գումարը ավելանում է նաև 200 դրամ, գնալ 200 դրամ կամ 400 դրամ, այսինքն մի անձը ամսվան 12,000 դրամ բեռ ավելանում ֆինանսական այդ մարդու ընտանիքի վրա։ Եվ մարդ կա 4 ուսանող ունի 5-րդ ինքն է գնում Երևան աշխատանքի 5 օր։ Ասեկան 60,000 դրամ այդ մարդու ընտանիքի ֆինանսական բեռը ավելանում է մենակ այդ գազելի գումարով 2 բան է, այդ 200 դրամ, գնալ 200 դրամ։ 60,000 դրամ այդ տվյալ ընտանիքի վրա, այդ լսում է ու փոխում է, լսում թեման փոխում է, բացատրում ենք, արվում վերցյալները, դա իրանք քննարկում են, ասկայից եթե մենք քննարկեինք, որ գնա օրինակի համար դուք բարեկամություն մետրո հետ դառնա, ընդ ասում եմ, դե ֆինանսական բաները վերանային, այսինքն կարող է դարձնեն 300 դրամ օրինակի համար, կամ 250 դրամ։ Այսինքն կարող է, թե իրանք ասեն մի հատ քննարկեն չէ, ասլա հələ պետք է տեսնենք Երևան քաղաքը կհամաձայնվի արդյոք այդ բանը մարզի տրանսպորտը գնա գոնե բարեկամություն մեծո օրինակ։ Մենք առաջի օրը ակցիա արձակում ենք համաձայնություն ամենավոլորտի պատասխանատվությունը բարձր պաշտոնյայի հետ ձեր քննարկումը, որը 3 ժամ տևեց։ Արդյունքում դեպքում եք մի հատ իրավիճակ, որ կարան իրանք քննարկեն Երևան քաղաքով էնի կարա գնա հասնի բարեկամություն, թե չէ։ Ոչ, ինտոգում ամենավերջում սպառիչ պատասխան տվեցին, որ 25 և 55 Չէ, Սան այդ մա կվարտալով Մինչև ֆիզմա Մինչև զայթուն գնում Մինչև ֆիզմա Բացի ֆինանսական բեռը, Սերգո, իրանք շարժակազմը շատ փոքր է, գազելներ է։ Գիտեմ, հարգելի փողոց դիվանապետ, մեկ էլ այսպիսի Այն անգամ ներկայացա ամեն գնդապետ դու էլ փոխ գնդապետ։ Այո, պարոն գնդապետ, լավ, բանը, այս մեր ավտոբուսը պատճառաբանումը հետևյալումն է մտցնում մեր արգարժան փոխնախարարը, որ մարզային տրանսպորտները Երևան քաղաք ծանրաբեռնվածության համար, դրա համար պետք չմտնեն ու բանը գծի շահողը մոտի քանի որ գնաց 400 ուսանող, մոտ 700 ուսանող Հասախում ծանրաբեռնվածության երկու գյուղերում, ամեն գյուղում տրամադրված էր 6 գազեր, մեկի ասում է, ես կարամ ապահովեմ, գազելի խնդիր չկա, կարամ օրինակի համար 2 րոպե մեկ գազելը գազել շարժվի 6-ի տեղը 10, 12, 13 հատ գազել մտցնեն, բացատրում ենք, հարգարժան պարոն փոխնախարար, եթե դուք ծանրաբեռնվածությունից եք խոսում, մի 25 համար կամ 59 համարով է ծանրաբեռնված լինում, թե 5 րոպեվա ընթացքում 5 գազել ներս է մտնում Երևան քաղաք տեղակայվելու։ Պարոն գնդապետ, ոչ մի ձևի կոմպրոմիսի չնստեցին ժողովրդիներ։ Մենք տեղյակ պայեցին, որ 7000 բնակություն ունի Տրոշյանը, 7000 բնակությունից ավել Քասախը։ Ես հասկացա, ասած մի հատ բան է Այս խնդիրը իհարկե մեր խնդիրը բոլորը գիտեք, որ ոստիկանությունը ինքը ֆունկցիոնալ պարտականություններով է զբաղված, հիմա էլ այս խոսակցությունը հենց այդ ենթատեքստում է։ Մենք խոսում ենք, որ ընդհանուր հայտարարի կանք, տեսնենք
հա, ինչ ոնց որ այն օր եկա, հենց այսօր մի հատ հասկանանք իրավիճակը ոնց է, մենք խնդիրը, մենք անձնամության, մենք այդ անձնակազմն ունենք, մենք շարժակազմն ունենք, ամեն ինչ էլ ունենք, որ այս իրավիճակը անել, հա, մենք ամեն ինչ ունենք, բայց մենք ապրում ենք ժողովրդավարը, պետությունում մենք մաքսիմալ փորձում ենք հանդուրժողական դիրքից, բայց այդ որոշակի սահմանափակումներ ունի, էլի պետք է եթե հասկանալ, որ զուտ տեղ գնում անգամ քաղաքական ուղղվածություն ա ձեռբերում, բան պրոստը զա պրինցիպ ա տենցելու, մենք արդեն մեր գործողությունները ուրիշ ձև կպլանավորենք։ Արգելի պարոն կդատենք։ Հիմա այս ինչ է ասում, կներես խոսքս ինչ է վերջա։ Հիմա այս խնդիրը գլոբալ, համապետական, այսինքն քաղաքի վիճակը բոլորը դե պատկերացնում եք տրանսպորտի առումով, ասենք ինքը մեքենաների բանը քանակը արդեն կատաստրոֆիկ է։ Հիմա իրավիճակը ծանրաբեռնվածությունը լուծելու համար որոշում է կայացվել տրանսպորտի այդ մեխանիզմին հասնել։ Հասկացա՞ք, քաղաքային ու բանը համայնքային։ Հիմա եթե մենք նորից այսինքն նորից այն թեքում ենք, այսինքն ստեինը ձեր պահանջով ոնց որ կա, թեքում է այն ուղղությամբ, որ մերը թողեք մերը, ասենք այդ դեպքում մյուս համայնքները ինչով են տարբերվում։ Արգելի պարոն գնդապետ, հասկանում եք այս խնդիրը վերլուծվել է, նեշի որ ինչ-որ պետական բյուջետը դրա համար է։ Իրանք գնում են ըստ օրենքով են շարժվում, ըստ օրենքի կխնդրեմ ցանկացածը Google Map-ը հենց հիմա խփի Երևան քաղաքը որտեղ է ավարտվում մեր ուղղությամբ։ Երևան քաղաքը ավարտվում է այ հեսա ճանապարհը, այ այստեղ։ Մենք իրանց երեք քարտեզով դաժե տպված, գույնավոր տպված նոթբուկը դրած մեր աղջիկը դրած ցույց ենք տալի, իրանք լավ իմանալով հանդերձ դաժե, որ Երևան քաղաքը ավարտվում է հենց այստեղ։ Դա են շրջանցում, հարգարժան պարոն գնդապետ։ Ստե գիտեք որն է բանը, որ ձեր ասած ժողովրդավարական պետություն են, ժողովրդավար պետություն են եւ այլն, բայց 14000 Թողգաստը կանգնի։ Մեկ համաձայն եք, թող չմտի Թող 20 համարը գաստը։ Ժողովրդի գաստից կնստեք գնա։ Հարց չկա։ Մենք ստեյս ոդկով կմտնենք Պրոշան Սոխոս Սավետան։ Բայց գիտեք ինչ կա։ Իհարկե, մենք ասել ենք, մենք ցույց ենք տալի, ասում ենք նայեք, սա Google Map-ի ձեր ընդ նստած է իրանց տրանսպորտի վարչության պետն է։ Ասում ենք ցույց ենք տալի, ասում են դե կարա կոմպյուտերը, ասում են որ կոմպյուտերային սխալ, լավ է, դուք ձեր ասածը սաղ ճիշտ է, մնացածը սաղ սխալ չի կարա այդպես լինի։ Մենք իրանց ապացուցում ենք։ Հոմելանդը Պարոն գնդապետ, այո, Հոմելանդի հասցեն տալիս է Աչափնյակի շրջան, Հոմելանդը էս է, այս ներքևն է հարգարժան։ Չէ, այս կարող է այս մի կողմով տալիս է, չգիտեմ, այս անկեղծ։ Հեսա տրաֆարետել ունենք, պրոշենը ավարտում է։ Այս դիմացի հատվածը մինչև վերջ, դա կոտակի մաս է։ Ճանապարհը քաղաքին է պատկանում, ճանապարհը ճանապարհային սպասարկումը Երևան քաղաքի ավարտումը էստեղ։ Ստե լույսերը միջոցներ կաշած, հեսա։ Հորինում է, Էսի դա քաղաքը կապ դեպեգոմը չկա։ Իրոքից դա այդպես է։ Դրա համար մենք այսօր առավոտյան պահանջել ենք պարոն Աբինյանը թող գա, պարոն գնդապետ։ Ժողովրդի առաջ, ժողովուրդը հարգալից ձևի վրա։ Խնդրանքով դիմի պարոն Աբինյան, հասկանում են, հանում են օբշիներ, բոլոր ներմարզային տրանսպորտները հանում են, բայց եկեք, եթե օրենքով եք շարժվում, մեր տրանսպորտը Երևան քաղաքի վերջը ավարտվում է այստեղ։ Թող մեր համարի 25 համարի ավտոբուսը դա այստեղ։ Մեր պահանջը լուսավորության վերջը։ Էսի մերը բանի տակ։ Թող գա, թե եթե այս մի քանի մետրը օրինակի համար պետք է պրոբլեմ դարձնեն, թող այ հենց այստեղ դարձնեն իրենց կանգառ, թող գա պրոշանցիների բերի այստեղ, մեր կանգառը ավարտվում է։ Հա, հիմա փաստորեն կա տարբերակ, էլի, որը շուրջ կարելի է խոսել բանակցել։ Բանացել են, բայց արդյոք չկա, կտրականապեր մերվել է։ Եղբայր, մի օրով, մի անգամով, մի խոսելով։ Մի անգամով 4-5 օր ունեն էլ իրանք։ Երեք իրիկում եք խոսացել, չէ։ Առաջի անգամ որ արեցին, թող մեզ ասեն, մենք հայտության մեզ ենք անցկացնում։ Մեզ կտրուկ մարդիկ Մերժել են, երեքը մերժել են, մեզ ասել են
Ասպես աշխատի է դիան գազելը, լստով կնստի չնստի, բայց անիկը չհանի։ Մենք ուրախ կլինենք երկրորդ տրանսպորտ մտնի համայնք, բայց խնդրում ենք առանց ստպնելու մեր 25 համարին, քանի որ ժողովուրդը էս ներկայացնել ենք, որ այսքան ինվալիդ երեխա կա, որ ծնողները առավոտ ամեն առավոտ մինչև շաբաթ օրը բայլասկով իրանք բայլակներով տեղափոխում են վերականգնողական կենտրոններ, բուժ հաստատություններ, մարդիկ դաժե դա չեն գազը ուրեմն այնտեղ հարց է տալի մուտքերից հաստատությունն եք համապատասխան սայլակով, ասում մի հատ կարող եք տրամադրել համաձայնեցնենք Պռոշյան համայնքի բնակիչների հետ որ ժամին է հարմար, այդ ժամին տվյալ այդ գազելը մտցնում։ Ոնց կլինի, դա եւ այդ մարդերը խուտ անվա ժամեր, ցանեկը անվա ժամեր Իրանք խոսքը Արգարժան պարոն գնդապետ, ես ձեզ անկեղծ եմ ասում, հիմա ես որպես քաղաքացի Ստամա դուք լիքը քննարկման եզրել ունեք, եթե կարող քննարկեք այդ հարցը, միանշանակ չի, ոնց նայում եմ Եթե կարողանաս անցնես ինձ էլ վերցնես շոկացան։ Դուք կարող քաղաքացի ձևով բոլոր հարցերը կարգավոր եք, հասկացա, ոչ մեկ ձեզ չի խոչընդոտում, ոչ մեկ ձեզ չի բանանում, ակցիան ձեզ կազմակերպելու, բայց արեցիք հիմա նույն հավասար իրավունքներով օժտված են նաև մեր հանրապետության մյուս քաղաքացիները, արեցիք ձեր ձենը, խնդիրը, անհամաձայնությունը հայտնեցիք, որոշեք այն մեխանիզմը հաջորդ քայլը գնացեք, այնպես բաներին, գերատեսչություններին ներգրավեք այս թեմայի մեջ, բայց ոչ թե լուծումը մենակ, всё, էսի փակում կարելի է միակ հարցը։ Լավ, ես ձեզ հետ համաձայն եմ, որ մի րոպե, մի վարքյան գնել Արգարժան պարոն գնդապետ, լավ, ես ձեզ հասկացա դու ձեր վարքագծը ասելու, մենք որպեսզի ես այն անգամ էլ մենք խոսում ենք այն հարցերի շուրջ, այն ընդհանուր համաձայնություն են գալի այն իրավիճակի վերաբերյալ, որը որ ձեռնտու է բոլորին։ Հասկացա։ Մեր պետության բոլոր Հիմա, բայց արդյոք մեր ղեկավարությունը, մեր տվյալ կառույցները կմիջամտեն այս ամենին չհանելով մեր տրանսպորտը, մինչև մենք այս հարցի լուծումը ստանանք։ Այսինքն ասեմ դες։ Ուրեմն մի վարքյան ես խոսեմ, հա, խոսեմ ես։ Սերգո ջան, ուղղակի ասել է պետք, որ մարդիկ հավաքվել են, աննպատակ չեն հավաքվել, որոշակի նպատակով են հավաքվել եւ մեծ պատասխան պիտի տան, այս մարդիկ հավաքվել են, ասեն 2 օր հետո ձեզ կպատասխանենք։ Եվ մարդիկ ասեն գնացին 2 օր հետո կհավաքվեն, ոչ թե ասեն, դե հավաքվեցին այսօր, հիմա գնան։ Ոչ թե անորոշություն։ Չեն արելի, մենք թող ասեն ինչ որ պատասխանատու, պաշտոնատար անձ թող հայտարարի, որ մենք տեսել ենք հետևել ենք այս բողոքի ակցիային, այս հարցը քննարկվում է եւ մի օրվա, 2 օրվա, մի շաբաթվա ընթացքում ձեզ պատասխան կտանք։ Որ մենք լսենք գնանք ու մի շաբաթից, եթե մեր պահանջները չեն բավարարում, մենք բավարարված չենք զգում, մտածում ենք ճիշտ չեն եւ չեն պատասխանել, մենք նորից իմանանք մեր անձը։ Ավինյանը դեմ է, որ տրանսպորտը բացի դա մեր ժողովուրդը արդեն ադապտացվել է տվյալ տրանսպորտի ուղղության վրա, մեկ մի աշխատանքի տեղ գտել է այդ տրանսպորտի հետ ճանապարհի վրա։ Այդ տրանսպորտը անհրաժեշտություն է կենսունապես բանալվի մարդկանց հետ խոսակ, բայց կոնկրետ ասեմ, որ միջև խոսալը չի ելնելու այդ 25 Երևանը սա, թող ավտոբուս էս կանգառից գնա։ Պռոշյանցիները կզբոսնեն, թե ինչ կանեն, թե կասեն չէ, մեր մուլտիտրանսի գազելները, միկրոավտոբուսները լավ են դրանով, էդ էլ ժողովուրդը։ Այմր թող երկրորդը մտնի, խնդիր չկա, ուրախ են մենք ուրախ ենք, երկրորդը թող լինի, Են էլ թող հետը զուգահեռ գա, փոխսաշրջանի հետ եմ ասում, մենք երեք առաջարկեցինք այդ փոխնախարարին, չհամաձայնվեցին։ դե դրա համար իրանք չեն համաձայնվում։ Ամեն առաջարկին դեմ են, ասեցինք այսքան մի տարով փաթեթ ենք առել, ժողովուրդը առել են որ գնան գան, զերրա տալի ժողովուրդին։ Այդ ամեն ինչը հետ վերցնում եք, չէ։ Ասում եմ Երևանում օգտագործենք, բայց Երևանում մենք չենք օգտագործում։ Մենք գնում ենք գործի գալիս ենք, այդ ամեն ինչը, ինչի պիտի օր 200-400 դրամ ամեն մի հոգի ավել դրամ վճարի։ Կորցնեմ խի ամեն ինչը չի։ Էլիո ժամանակը դու պատկերացրու այն կենտրոն գնացողը, որը կարա մետրոյով շատ ժամանակում որը մեր
Իշնի Հալաբյանի այդ ժամանակվա պրոբկեն։ Ու հասկանում եք իշխական ոնց է հասնելու։ Բնականաբար բոլորը թե աշխատանքից, թե իրենց գործից ամեն ինչի ուշանալի է։ Առանց այդ առավոտյան այս ճանապարհը շատ ծանրաբեռնված է, հիմա պատկերացեք գտնում են եւս մի 5-6 գազեր։ Այսինքն մի 10 ավելի ձեր մոտից է։ Ասենք 5 գազեր, Մոշյանից Մենք ոչ մի պրոշյանցին չի մոռացել, որ այդ տրանսպորտը ոչ թե 2 րոպեն մեկ էր, երբ ուզում գալիս էր, երբ ուզում չէր գալի, կեսից պանիխի դեր, կեսից թաղում, ոնց ուզում εμείς վարվում ենք։ Ասախից արդեն պոլի բարձված, լիքը լծված ժողովրդի իշտում են։ Նույնն ստեղ է։ Մենք հիմա գնացինք ֆիզիկա, լավ, ֆիզիկայի 5 մինուտից երկու ժողովուրդը։ Ֆիզիկան դուք over դավթաշից գալիս պոլնիա գալի, ախորը ժողովուրդը ո՞նց պետք է խսվի։ Իրենք ոչ մի կերպ չեն ուզում մեզ ընդառաջել, ժողովուրդը ոչ մի կերպ չի նահանջում, ասում չեն Մայրան ջան, հեսա Ժամը ասել է, կրկնի չեն տասնիկ աշխատենք։ Հիմա մի հատ տեսնենք ինչ կարելի։ Պատկերացնեք, այդքան ժողովրդից ասում իշտն է սա ֆիզիկա, երկու գյուղը, ոնց է դեռ տրանսպորտով տեգենա։ Ախորեն դու ինչ գալիս է պոլնիա գալի։ Ոչ մի դեր չէ գալիս էս հա։ Հիմա ոնց Ասում են նույն այն ժամանակվա պատմությունը, կեսս ոտով, կեսս չգիտեմ ինչով, դե արի մի ասա, ամոթել են իրիկ իրար վրա լսված։ Խաղասունը փակացի միջև ժամը 7-ն է։ 7 Ժողովրդին գալիս է ստեղ, մերկես մոտով գալիս է ստեղ, որտեղ ընդդեմ անես չի համախմբված 1000 հոգով բրիշն փակի։ Կամաց էս Ինչ է վայս, զաղրը ինչ է։ Это Иран гանում մասպետուրա դենակ մասպետուրա Արա ասեցի էլ։ Հա, չեք։ Գալոս 100 մետրի համար եկող